Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ։ Շուտով կլրանա մեր անվանի հայրենակցի ծննդյան 220-ամյակը, ով իր խիզախությամբ անձնական եւ զորավարի տաղանդով մնայուն հետք է թողել Ռուսաստանի եւ Կովկասի ռազմական պատմության մեջ։ Հայորդիներ հաղորդաշարի այսօր հաղորդումը նվիրված է Մովսես Արղույցյան երկայնաբազուկին։ Մեր հաղորդման հյուրերն են Հայաստան Հանրապետության լեզվի պետական տեսչության պետ Լորվաձոր հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը եւ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը։ Բարի գալուս հարգելի բարեկամներ, շնորհակալություն հրավերել ընդունելու համար։ Այժմ դիտենք փոքրիկ ակնարկ նվիրված Մովսես Արղույցյան երկայնաբազուկի կյանքի եւ գործունեությանը եւ շարունակենք մեր հաղորդումը։ Անվանի զորավար Մովսես Արղույցյան երկայնաբազուկը ծնվել է 1798 թվականին Թիֆլիսում։ Սերում է Զաքարյանների իշխանական տոհմից։ Կաթողիկոս Հովսեփ Արղույցյանի եղբորորդին է։ 1816 թվականին ավարտել է Թիֆլիսի ազնվական ուսումնարանը։ Բանակում ծառայությունը սկսել է 1817 թվականին Կովկասի գլխավոր հրամանատար Երմոլովի միջնորդությամբ Պետերբուրգի Լեյբ գվարդիայի հետիալ գնդում։ 1827 թվականին փոխադրվել է Կովկաս, ուր ծառայել է 27 տարի։ Մասնակցել 1826-ից 28 թվականների ռուս-պարսկական, 1828-ից 29 թվականների ռուս-թուրքական պատերազմներին, Երևանի ազատագրմանը։ Եռանդուն մասնակցել է պարսկահայերի ներգաղթի կազմակերպմանը։ 1828 թվականին եղել է Երևանի պարետ, 1829-ից 30 թվականներին հայկական մարզի, 1839 թվականին Ախլցխայի երկրամասի կառավարիչ, 1844-ից 47 թվականներին Դերբենդի զինվորական օկրուգի Դաղստանի ռուսական զորքերի հրամանատար, ապա Դերբենդի նահանգապետ, Մերձկասպյան երկրամասի զորքերի հրամանատար եւ նահանգապետ։ Բազմիցս հաղթական արշավել է լեռնականների առաջնորդ Շամիլի դեմ։ Դաղստանում հիմնել է Թեմիրխան Շուրա քաղաքը, այժմ Բույնաքսկ, ուր տեղադրվել է արձանը, որը ավերվել է 1921 թվականին։ 1854 թվականի ձմռանը հաղթահարել է Կովկասյան գլխավոր լեռնաշղթան։ Մահացել է 1855 թվականի փետրվարի 20-ին։ Թաղված է Սանահինի վանքի տոհմական գերեզմանոցում։ Տապանակարին հայերեն գրված է «Աստան փոփի մարմին քաչ սպարապետի հայոց»։ Մովսես Արղույցյան երկայնաբազուկը ռուսական բանակի գեներալ լեյտենանտ է, գեներալ Համհարց։ Պարգևատրվել է բազմաթիվ շքանշաններով։ Պարոն Երիցյան, մեր այսօրվա հայորդին ծնվել է կամ պատկանում է այն անվանի մեր հայկական ազնվական տոհմի գերդաստանի, որն է Արղույցյան երկայնաբազուկ գերդաստանը, որը կարծեմ թելերով գնում է դեպի Զաքարյաններ կամ գուցե ավելի հին շրջան, եւ տասնյակ, եթե ոչ հարյուրավոր անվանի ներկայացուցիչներ է տվել այդ տոհմը։ Հետաքրքիր գերդաստան է, որոնց հիշատակները բարեբախտաբար մինչև այսօր կան եւ պահպանվում են Լոռում, պահպանվում են մասնավորապես նրանց ծննդավայրում, Սանահինում պահպանվում են եւ Զաքարյանների դամբարանը եւ երկայնաբազուկ Արղույցյանների դամբարանը եւ այդ բարի հիշատակները ամեն անգամ ովքեր Գյուրիկյան թագավորական գերդաստանի դամբարանը իհարկե, այսինքն Սանահինի եկեղեցին եւ եկեղեցամերձ տարածքը հետաքրքիր է հենց այդ առումով, որ այստեղ այս գերդաստանների տոհմական գերեզմաններն են գտնվում, ավելի ճիշտ դամբարաններն են գտնվում եւ այդ դամբարաններում փաստորեն նրանք թաղվել են ամենատարբեր տեղերում, հիմնականում Թիֆլիսում մահանալուց հետո։ Այսինքն նրանք վերադարձել են իրենց արմատներին։ Անկասկած կան տարբեր կարծիքներ այս տոհմի այսպես կոչված արմատների մասին, անկասկած արմատները կարելի է համարել Զաքարյանները։ Պաստորեն Զաքարյանները համարվում են այս տոհմի այսպես ամուր եւ պինդ արմատներից, որոնք եւս ունեն իրենց դամբարանը հենց Սանահինում։ Իհարկե ավելի ուշ են այս անուն ազգանունով այսպիսի բնութագրով երկայնաբազուկ Արղույցյաններ, այո, այս անվանումով հանդես գալիս այս տոհմի ներկայացուցիչները, բայց ուրեմն այս անմիջական կապը վկայում է, որ այս մարդիկ այս անհատականությունները
նաև իրենց զինվորական, այսպես կոչումը, իրենց զինվորական առաքելությունը նման էր նույն Զաքարյանների, ուրեմն զինվորական առաքելությանը, որպես այսպես հայոց հողը պինդ եւ ամուր, ոչ միայն հայոց հողը, նաև վրաց հողը պինդ եւ ամուր պահող, փայփայող ուրեմն զորավարներ, գործիչներ եւ շարունակությունը անկասկած որ դառնում է շատ ճանաչված զորապետ, այնպիսի զորապետ, որը փաստորեն իր парքը մեր այն զորավարների, որոնք գործել են այդ ժամանակաշրջանում եւ նաեւ դրանից առաջ եւ հետո կրողներից մեկն է, որը կարողացել է մանրամասն ավելի կանդրադառնանք։ Պարոն Պետրոսյան, Արարողության երկարաբազուկի ռազմական գործունեության առաջին շրջանը խնդրում եմ ներկայացրեք, մասնավորապես 1827-1829 թվականին ռուս-պարսկական, ռուս-թուրքական պատերազմներում մասնակցությունը, Երևանի ազատագրման, հայկական մարզի առաջին կարծեմ չէ կառավարիչն է եղել։ Ես նախ շնորհակալություն պիտի ասեմ, որովհետև հայորդիներ ծրագիրը փաստորեն վերցել է մի այնպիսի փուլ կամ կատարում է մի այնպիսի գործ, որ ներկայացնում է նաև մասամբ զորական այն ուժը, որ ներկայացրել են հայերեն, պարոն Երեցյանով մյուս հարգելի հյուրերի օգնությամբ իհարկե։ Եվ այս ծիրում, եթե մենք նախորդ հանդիպումներում եւ Լորիս Մելիքովի եւ մյուսների մասին խոսել ենք, այսօրվա հերոսը Մովսես Զաքարի Արղուտյան երկայնաբազուկը, եթե ամբողջովին նրա անունը ներկայացնենք, ես բացարձակապես համաձայն եմ պարոն Երիցյանի հետ, եւ այստեղ որևէ կասկած չկա նրա տոհմի եւ Զաքարյանների շարավիղային կապի մասին, իսկ Արղուտյան նրանք դարձան Թիֆլիս հիմնականում հիմնավորվելուց հետո 16-րդ դարից սկսած եւ Արղութը նշանակում է մեջք, թիկունք, իսկ երկայնաբազուկը ոչ թե որ երկար ձեռքեր ունեն, այլ որ իրենք հասցնում էին տարբեր խնդիրներ լուծել հեռավորության վրա, դա առաջին հերթին տրված է եղել Զաքարյաններին եւ Զաքարյաններից, եթե նրանք չպահեցին Զաքարյան ազգանունը, գոնե պահեցին Զաքարյաններից ստացած երկայնաբազուկ տիտղոսը։ Եվ եթե խոսելու լինենք Մովսեսի մասին, 17 տարեկանում նա Թիֆլիսում ավարտեց ազնվական լիցեյը եւ նրա առաջ խնդիր էր, որտեղ պիտի կյանքը շարունակի, ինչպիսին պիտի լինի նրա ապագան։ Ահա այս պահին Թիֆլիսում գտնվող Երմոլովը նրան խորհուրդ է տալիս ընտրելու զինվորականի ճանապարհ։ Եվ Մովսեսը գնում է Սանկտ Պետերբուրգ, ընդունվում Լեյբ գվարդիայի գնդերից մեկը, նա ուրիշների նման չի ավարտել ակադեմիաները։ Կարևոր է նշածս պատերազմների ժամանակ իր արդեն պատրաստի զինվորական էր։ Երբ նա ընդունվեց, նա սովորական յունկեր էր։ Եվ մինչև 1827 թվականը 10 տարվա ընթացքում անցավ սպայական աստիճանակարգով եւ 27 թվականի մարտին մայոր Մովսես Արղուտյան երկայնաբազուկը դիմեց իշխանություններին եւ խնդրեց իրեն գործուղել Կովկաս։ Իսկ ինչու գործուղել Կովկաս, որտեղ Կովկասում արդեն խնդիր էր տրված ռուսական զորքերի առաջ ազատագրելու Հայաստան կոչված տարածքը։ Դրա համար եւ նրա հորեղբայր arczepiskoposն է սկիզբ դրել Հայաստանի ազատագրման խնդրին եւ արդեն իր մեջ որպես սպայի ունենալով այդ խնդիրը նա 27 թվին արդեն Թիֆլիսում էր։ Թիֆլիսում նրան այլ առաջարկներ են եղել, բայց նա ընտրեց մարտական գծում լինելու առաջնահերթությունը եւ նրան հենց իր պահանջով գործուղեցին Երևան։ Երևանում նա Թիֆլիսյան կոչվող գնդի կազմում նշանակվում է սպա։ Որոշ ժամանակ հետո նա արդեն այդ գնդի հրամանատարն էր։ Այսպես է նա մասնակցել ռուս-պարսկական պատերազմին, այդ գնդի կազմում, նախ Երևանի գրավումը եւ ապա ամբողջ եղել է Երևանի առաջին պարետը, կարելի ասել քաղաքապետը առաջին։ Երբ
ռազմական գործողություններն ընթանում էին, նա ճակատի առաջի գծում էր։ Եվ ռուսական զորքերի հետ անցել է այն ամբողջ ճանապարհը, որտեղ որ ռուսական զորքերը կանգնեցին։ Այ միայն դրանից հետո, երբ ավարտվեց պատերազմական գործողությունները, նա նշանակվեց Երևանի պարետ։ Եվ Լազարյան, այդ ժամանակ գնդապետ Լազարյանի հետ, իհարկե խնդիրը այլ մասշտաբով է, թե Գրիբայեդովը ինչպիսի խնդիրներ էր լուծում, դա դիվանագիտական հարց էր, բայց հայերի ներգաղթի ամբողջ խնդիրը իրենց ուսերի վրա կրեցին երկու հայեր, Լազարևների ընտանիքից Եղազարը եւ Մովսես Արղուտյան երկայնաբազուկը։ Շնորհակալություն, պարոն Պետրոսյան։ Ես հետաքրքիր մի բան ավելացնեմ, շատ հետաքրքիր է, որ Մովսես Արղուտյանը առնչվել է նաև Միխայել Լորիզ Մելիքովին 1847 թվականին։ Դրա մասին ուրեմն ճակատամարտից հետո Գերգեբիլ ճակատամարտից հետո առաջիններից մեկն էր, որ գնահատեց Լորիզ Մելիքովի ռազմական սխրանքի նշանակությունը եւ ներկայացրեց մարտական ծառայության համար նրան փաստորեն մեդալ տվեցին։ Ինչու՞ չկարելի ասեն իր հայրենակցին հովանավոր է։ Եվ նաև խոստացավ, որ իր ազգականուհուն կնության գտա եւ որ իսկապես այսպիսի հաղթանակներ ունենա։ Եվ ճակատագիրը նաև հետագայում ցույց տվեց, որ իսկապես Մովսես Արղուտյանի ազգականուհին տարիներ անց արդեն 1853 թվականին պատերազմը դեռ չէր սկսվել, նրանք փաստորեն նրանց պսակադրությունը կայացավ Թիֆլիսում եւ այդ պսակադրությունից հետո նա մեկնեց ռազմաճակատ եւ փաստորեն պատերազմին կադրադառնանք, պարոն Պետրոսյան, բայց մինչեւ այդ պարոն Երիցյան, փաստորեն Արղուտյան երկայնաբազուկի կենսագրությանը ծանոթանալուց ապշեցնում է, թե ինչ փառավոր մարտական ուղի է անցել եւ նրա անունը իհարկե գրված է Ռուսաստանի ռազմական կամ քաղաքական այդ շրջանի պատմության մեջ, սակայն ցավով պետք է նշել, որ մյուս կողմից նաեւ նրա անունը շատ քչերին է հայտնի։ Գիտեք, երևի թե իհարկե գրականություն կա, հանրագիտարանային գրականություն, որտեղ անկասկած նրա մասին պատմում են, նշված է մասնավորապես պարոն Պետրոսյանցի կազմված այդ հարցին առանձին պարոն Պետրոսյանցի այդ հարցը գրքում, բայց երևի թե այն պակասը, որ մենք միշտ նշում ենք, ընդգծում ենք նման պարագաներում, ասենք չկա մենագրություն այս մարդու գործունեության վերաբերյալ եւ ոչ միայն նրա վերաբերյալ, այլև Արղուտյանների։ Գիտեք, շատ հետաքրքիր է, որ Թիֆլիսյան գերդաստանները կամ տոհմերը, առավել ևս այս ազնվական գերդաստանը միայն Մովսես Արղուտյանցով չի սահմանափակում։ Եվ arczepiskopos կաթողիկոս, եւ Թիֆլիսի քաղաքապետ, եւ ուրեմն Խարասորի ճակատամարտի հերոս եւ այլ, այսինքն մարդիկ են։ Բոլորներում ինձ հետ կթողել է այս գերդաստանը։ Մանկական հարցերով զբաղվող նրանց դուստրերից մեկը, այսինքն շատ կարեւոր է, որ հայորդիներին մենք նաեւ ներկայացնենք հենց այս տեսակետից գերդաստանով։ Ես կարծում եմ, որ հենց այստեղ մենք հիմա որոշեցինք նրա մասին գիրք ստեղծելու անկասկած ինչպես Լորիս Մելիքովի միանշանակ ողջունելու աշխատանք կլինի եւ մեր հայրենակիցները սիրով կհանդիպեն։ Մենք ենք եղել միասին պարոն Երիցյանի հետ, երբ խոստացանք Լորիս Մելիքովի հանդիպման առիթով գիրք ստեղծել, այդ գիրքը արդեն կա։ Դե ուրախ ենք, որ Արարատերոստանգերության այս հաղորդում իր որոշակի նաև աշխուժացման նպաստը բերում է։ Հիմա մինչև այդ գրքերին անդրադառնալը, պարոն Պետրոսյան, ես կուզենայի խոսել նրա գործունեության մասին։ Գործունեության լեռնականների հետ կապված այդ շրջանը ներկայացրեք։ Նախ մենք պիտի ավարտենք մի խնդիր։ Նա Երևանի կառավարիչ նշանակվեց։ Եվ ժամանակացան չունենք, որպեսզի մանրամասն անդրադառնանք։ 1932 թվականին նորից ու կրկին նշանակվեց Թիֆլիսյան գնդի հրամանատար Երևանում։ Այնուհետև նշանակվեց Նուխիի կառավարիչ։ Նուխիից նրան տեղափոխեցին Հյուսիսային Կովկաս։ Հյուսիսային Կովկասում նա նախ եղավ Դաղստանի զինվորական, ապա նաև քաղաքացիական նահանգապետ։ Ամենակարևոր խնդիրը, որ նա ինչու նրա հետ կապվեց այդ բոլոր խնդիրները։ Հայտնին դարձավ որպես Շամիլին հաղթող, որը համարվում էր անհաղթելի։ Մինչև հաղթելու մասին է խոսքը։ Նա մեծ կառավարիչ էր։ Մեծ կառավարիչ, ոչ միայն զինվորական։ Եվ արտակարգ գիտեր տարածքի լեզուները։
գիտեր նրանց ազգային խնդիրները։ Եթե նրա փոխարեն լիներ զուտ որևէ ռուս գեներալ, նա պարզ չէր կարողանա այդ Կարելի ասել Կովկաս ամբողջությամբ անգին գիտեր միջավայրում նա չէր կարողանա որևէ խնդիր լուծել եւ այնինչ կատարում էր Մովսես Արղուտյան երկայնաբազուկը Հյուսիսային Կովկասում, դա միայն զինվորական խնդիր չէր։ Մասնակցել է 5 արշավանքի Շամիլի դեմ եւ որևէ արշավանքում որևէ պարտություն չի կրել։ Եթե նրան պետք էր որևէ պաշտպանական ամրոց գրավել, նա անգամ Երևանից բերել է տալիս մեծ թնդանոթներ, որպեսզի բերթապարիստները պայթեցվեն։ Եվ բերթապարիստները պայթեցնելուց, քարակույտի վերածելուց հետո զորքը չի մտցրել ներս, որտեղ ափսոսացել է զինվորին։ Իսկ ամենակարևոր խնդիրը, որ նա կատարեց, դա 1854 թվականին, երբ սկսվել էր ռուս-թուրքական պատերազմը եւ ռուսական նավատորմը մտել էր Սև ծովի դեպի Վրաստանին մոտեցող ափերին եւ Շամիլը իր հերթին շարժվում էր դեպի այդ ափերը, Կովկասյան լեռների վրայով ձմեռային այդ պայմաններում իսկ այդպիսի նախադեպ եղել է, այդպիսի նախադեպ է արել ամենից առաջ Սուվորովը, Նապոլեոնը Կովկասում չի եղել եւ Կովկասում, իսկ ընդհանրապես փաստացի աշխարհում Հանիբալից եւ այդ երկուսից հետո 4-րդ մարդն է, որ զորքը լեռների գլխով ձմեռային պայմաններում Կասպից ծովի շրջանից հասցրել է Սև ծովի շրջան, փակել է Շամիլի ճանապարհը եւ թույլ չի տվել, որ թուրքական զորքերն ու Շամիլը միանան։ Իսկ դա բավականին մեծ ռազմական սխրանք էր, որ նա այդ պահի համար կատարեց եւ նրա քաղաքացիական ծառայության համար 1841 թվականին կանգնեցվել է արձան։ Մենք պիտի նկատի ունենանք, որ այդպիսի արձաններ եզակի էր եւ միակ մարդն է հայ զորականներից, որին արձան է տրվել եւ այդ արձանը 1921 թվին է ավերվել իսկ հիմնած քաղաքում Բույնաքս կարծեմ Թեմիրխան Շուրա քաղաքում կանգնեցվել է Դաղստանի երկրորդ քաղաքը արձանը եւ այս արձանը մինչեւ 1921 թիվը կանգնած է եղել 21 թվին բոլշևիկները այդ արձանը վերացրեցին։ Սա այն դեպքերից մեկն է, որ երբ նրանք 42 թվականին շնորհեցին գեներալ-մայորի, իսկ դրանից ուղիղ 3 տարի հետո շնորհեցին գեներալ-լեյտենանտի եւ 1847 թվականին Կովկասում առաջին մարդը շնորհեցին գեներալ Համարզի աստիճան, նա անցել է ռուսական բանակի հիերարխիկ բոլոր կոչումները փաստորեն եւ ստացել է պարգևներ, որոնք բոլոր ռազմական պարգևին շքանշանին արժանացել այ եւ այդ երկրում բացի Վասիլի Երանելու շքանշանից մնացյալ բոլոր շքանշանային համակարգով ու մեդալային համակարգով շքանշաններն ու մեդալները ստացել է անց որը կրթեց Լորիս Մելիքովին, Լազարևին, մյուս հայ գեներալներին, այսինքն այն բոլոր հայ գեներալները, որ պիտի 1850-ական թվականներից հետո հայտնի դառնան, նրա աշակերտներն են եղել ու ծառայել են նրա մոտ, նրա ղեկավարած զորամասերում։ Սրանում պիտի դիտել Մովսես Արղուտյան երկայնաբազուկի զինվորական եւ նաեւ կառավարչական տաղանդը։ Պարոն Դերիսյան, դուք ձեր նախորդ խոսքում անդրադարձաք այդ տոհմիկ դամբարաններին եւ խոսք գնաց հանրայնացմանը հիշատակի, վաստակի Արղուտյան երկայնաբազուկի, բայց արդեն ասեցիք, որ դեռևս այն չի արված, բավարար չի արված։ Եվ ինչ է հարկավոր դեռևս անել։ Օրինակ իմ կարծիքով Սանահինի վանքի շրջակայքը ոչ միայն իհարկե որպես հոգևոր կենտրոն, բայց նաեւ մեր անկախության 25-ամյակն է նշում, այնտեղ Կյուրիկյաններ, Զաքարյաններ, երկու թագավորական
դինաստիաներ են եւ մեկ զորավարական եւ իշխանական արժության երկայնաբազուկ։ Անկասկած, որ Սանայինի Իվանական համալիրի մասին մենք ամենատարբեր պատճառներով շատ հաճախ քիչ ենք խոսում եւ այն մասին, որ այդ վանական համալիրը կարիք ունի իսկապես վերանորոգման, կարիք ունի ավելի բարետես լինելու, կարիք ունի ավելի շատ հանրամատչելի Ուղղակի խոսք ավելի շատ գնում է Սանայինի վանքի մասին, հանրաճանաչ դառնալու մնում այդ հիշալ դամբարանները։ Գիտեք, որ դամբարանները պարզապես գտնվում են վանքից մի փոքր հեռավորության վրա եւ պետք է այնպես անել կազմակերպելով ուրեմն այցելությունները կամ զբոսաշրջիկները, որ անպայման այնտեղ, երբ որ մարդիկ այցելում են, առնվազն այս 3 դամբարանները եւս այցելել, որտեղ սրանք սուբ նշխարներ են այդ վանական համալիրի, այո, այդ համալիրի տարածքում եւ ցուցանակների եւ այլ տեսքով առավել պետք է այդ ամենը տեսանելի լինի եւ նաեւ ես համարում եմ նաեւ ինչ որտեղ նաեւ մեր բացը եւ լորվաձորահայնակցական միության եւ ընդհանրապես բոլորիս բացը որ մենք այո գուցե այս հաղորդումը եւս ազդակ կարող է դառնալ եւ փորձենք որպես այդ դամբարանների տարածքը բարեկարգվի եւ համապատասխան ձևով քարոզվի։ Բարեբախտաբար ես հենց այսօր այստեղ գալուց առաջ իմ գործընկերոջ Հրաչյա Պապինյանին խնդրեցի ուղղակի ներկայացնել իրավիճակը բարեբախտաբար տեղանքը դամբարանները գտնվում են բավականին այսպես փորձեմ ասել հնարավորինս բարեկարգ վիճակում, բայց անկասկած որքան այդ դամբարանները մոտեցնել մարդկանց եւ մարդիկ որքան մոտիկ լինեն, այցելեն, տեսնեն, լսեն, իմանան, որտեղ գիտեք ինչ կարող են գնալ դամբարանի մոտ կանել եւ չիմանալ ովքեր են այնտեղ թաղված։ Այդ մարդկանց կենսագրությունները։ Պարոն Տիգրան Պետրոսյանց այսքան ուրեմն մանրամասն մեզ փորձեց ներկայացնել ուրեմն այս հրաշալի զորավարի կյանքը եւ գործունեությունը, ես կարծում եմ մեր հեռուստադիտողները շատ-շատերը պարզապես այս մասին այդքան գոնե չգիտեին։ Բայց այս մարդու կյանքը եւ գործունեությունը 1 ամբողջ 2 ամբողջ հատոր կարող է լինել եւ սրան պետք է գումարենք եւ ուրեմն հոգեորական ամենայն հայոց կաթողիկոս փաստորեն ընտրված նրանց հորեղբոր որդին Թիֆլիսի քաղաքապետը կամ պարզապես Խանասորի հերոսը եւ էլի մարդիկ կան այս Գերդաստանից Այսինքն դերևս անելիք բաներ շատ կան։ Ռուսական բանակում 1903 թվականին գեներալ լեյտենանտի կոչում է ստացել նույն տոհմից Դավիթ Լուրսաբի Արղուտյանը երկու Դալգարուկով Արղուտյան իշխաններ, եղբայրներ, Ալեքսեյի որդիները, Վասիլի եւ Վլադիմիր, երկուսն էլ հեծելազորային գեներալի կոչում են ստացել, նրանցից մեկը Վասիլին եղել է 3-րդ բաժանմունքի շեֆը, իսկ դրանից առաջ Ռուսաստանի պաշտպանության նախարարը։ Եզրափակելով հաղորդումը պարոն Պետրոսյանց մեր մասնավորապես ռուսական բանակում 19-րդ դարում իհարկե Լորիս Մելիքով Մովսես Արղուտյան երկայնաբազուկ, բայց 100-ից ավել գեներալներ են ունեցել։ Ավել մինչև 1917 թիվը հայեր են գեներալական աստիճան ստացել։ Որ գովելի է որ այս աշխատանքը հայերեն եւ անգլերեն լեզվով է հրատարակվել, սակայն այդ մեր ժամանակ ցանկալի կլիներ այդ ամենը հրատարակված տեսնել ռուսերեն լեզվով, որտեղ 1000 Բոլոր դեպքերում ռուսական բանակի փառքն են բարձր պահել եւ ռուսները ռուս ընթերցողի համար հետաքրքիր կլինի իհարկե 1000 մարդուց 611-ը ցարական խորհրդային այսօր դեմոկրատական Ռուսաստանից ստացել են գեներալական աստղեր, մարշալական, բանակի գեներալներ եւ բանակի գեներալ գնդապետներ, գեներալ լեյտենանտներ։ Ուրեմն առավել եւս ռուսեն հրատարակությունը խիստ անհրաժեշտ է, հատկապես հայ-ռուսական ռազմաքաղաքական այս բարեկամության հարաբերությունների սերտացման։ Ես կարծում եմ, որ մեր այս հաղորդումը կօգնի, որտեղ պատրաստ է գրքի հայերեն մի տարբերակ թարգմանելու համար, որն արդեն իր վրա կրելու է 1200 հայ գեներալներ։ 200 Երբ տպեցինք 2009 թվականին 1000 էր, երբ ռուսերենը տպեցինք 2015 թվականին 1100 էր, այսօրվա հայերեն նոր տարբերակը արդեն 1200 է, մենք նաև հայերեն տպված օրինակից բավական ուղումներ են կատարվել, անգլերենում արդեն 20%-ի չափ թարմացում կա։ Եղավ պարոն Պետրոսյան շատ բայդ է
Հույս ունենանք, որ մեր հաղորդումը կհետաքրքրի։ Վաղ թե ուշ նաև իհարկե հաղորդումն էլ իր համեզ ներդրումը կունեն այդ ուղղությամբ եւ վաղ թե ուշ գիրքը նաև ռուսերեն հրատարակված կտեսնենք։ Հարգելի բարեկամներ, կրկին շնորհակալություն հաղորդմանը մասնակցելու եւ մեր հայրենակիցներին Մովսես Արղույցյան երկայնաբազուկին ներկայացնելու համար հաղորդումը ավարտեմ երկայնաբազուկ Արղույցյանի ժամանակակից Կոմս Սալագուբի հետեւյալ խոսքերով։ Գեներալ Արղույցյան երկայնաբազուկը ոչ միտեղ եւ երբեք չի պարտվել։ Նա փորձված խիզախության տեր մարդ էր, միաձուլված խիզախ եզակի խորիմաստությամբ։ Խորապես քաջատեղյակ էր լեռնային պատերազմին։ Նա մնայուն հետ թողեց իր Կովկասյան լեռնաշղթայի հավերժական ձների միջով անցումով եւ այդ անցումը միանգամայն կարելի է համադրել Սուվորովի եւ Նապոլեոնի արշավների հետ։ Հարգելի հեռուստադիտողներ, հայորդին էր հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված էր ռուսական բանակի անվանի զորահրամանատար Մովսես Արղույցյան երկայնաբազուկին։ Առայժմ այսքանը, ճանաչենք հայորդիներին։